Փորձելու ենք 14-րդ գլխի Մարկոսի ավետարանի 14-րդ գլխի 22-ից 42 համարները սերտել։ Ինչու ամբողջը չարեցի, որովհետև նախ 14-րդ գլուխը բավական երկար գլուխ է, եթե նկատեցիք Մարկոսի 14-րդ գլուխը, բացի դրանից շատ կարևոր թեմաներ են, ու դրա համար չեմ շտապում, Աստծո կամոք այս տարի կավարտենք այստեղ, հետո Սուրբ Ծնունդից հետո ես ձեզ տեղյակ կպահեմ, կփորձենք վերսկսել եւ ի վերջո նաեւ եւս երկու գլուխ սերտելով կամբողջացնենք Մարկոսի ավետարանը, որը ինձ համար հրաշքին համազոր բան է, որովհետեւ ավետարան սկսել ու վերջացնելը սերտողությունը այլ բան չի, եթե ոչ հրաշք։ Ինչպես ամեն անգամ անում ենք, փորձենք հիշել, թե ինչի մասին խոսեցինք նախորդ անգամ եւ ինչի մասին ենք այսօր խոսելու։ Եվ այստեղ, եթե կհիշեք, նախորդ անգամ խոսեցինք այն մասին, որ բաղարջակերած տոնն էր եւ հնարային փնտրում, որպեսզի քահանայապետերն ու օրենսգետները Քրիստոսին մատնեն, եւ այս պահի ընթացքում Բորոտ Սիմոնի տանն էր եւ յուղը բերեց կինը, որ ասեցինք, որ Մարիամն էր, օծեց, եւ այդտեղ նաեւ անդրադարձանք, թե ինչպես Հուդան որոշեց, որ պիտի մատնի Քրիստոսին եւ ասացինք, որ այս ամենը Չորեքշաբթի օրը կատարվեց, ահա թե ինչու նաև ընդհանրապես հին եկեղեցիները բոլորը Չորեքշաբթի օրը մատնության օր են նշում եւ մեր բոլորի համար այս օրը պահք է բացառությամբ մի որոշ հատվածի, ինչի մասին նաև խոսեցի։ Ուրեմն Քրիստոսի երկրավոր կյանքի վերջի օրերին ենք հասել, այսօր ավագ հինգշաբթի ենք գալու, որտեղ գիտենք ավագ հինգշաբթի օրը նաև Քրիստոս վերջին ընթրիքն արեց, ու այսօրվա հատվածը վերջին ընթրիքի մասին է Մարկոսի ներկայացմամբ, որը համեմատաբար կարճ է, մենք կփորձենք ինչպես ամեն անգամ անում ենք լրացնել այն Մատթեոսով, Ղուկասով եւ ինչու՞ չէ նաեւ Հովհաննեսով ու տեսնենք թե այսօր ինչ պատկեր ենք ունենալու։ Ուրեմն այսօրվա հատվածը հետեւյալն է, ասում է. Եվ միշտեր ուտում էին, Հիսուս հաց վերցնելով օրնեց եւ կտրեց, տվեց նրանց եւ ասաց. «Առեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց եւ բոլորն էլ նրանից խմեցին։ Եվ Հիսուս ասաց նրանց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որդատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծո արքայության մեջ»։ Եվ գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամենքը գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է. պիտի հարվածեմ հովին եւ ոչխարները պիտի ցրվեն։ Բայց իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։ Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թեկուզ բոլորն են գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ դեռ աքաղաղը չկանչած 3 անգամ պիտի ուրանաս ինձ»։ Իսկ Պետրոսն առավել եւս պնդում էր ու ասում, թե քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանա։ Եվ ամենքն էլ նույնն էին ասում։ Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչվում, եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցեք այստեղ, մինչեւ ես աղոթեմ»։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին եւ սկսեց տխրել ու տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս, մեռնելու աստիճան, մնացեք այստեղ եւ արթուն կացեք»։ Եվ փոքր-ինչ առաջ գնալով երեսի վրա ընկավ գետին եւ աղոթում էր, որ եթե կարելի այդ ժամը իրենից հեռանա։ Եվ ասում էր. «Աբբա Հայր, ամեն ինչ քեզ կարելի է, այս բաժակը ինձնից հեռացրու, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ Եվ Հիսուս եկավ, որ նրանց քնած գտավ եւ Պետրոսին ասաց. «Սիմոն, ննջում ես, չկարողացար 1 ժամ արթուն մնալ։ Արթուն կացեք եւ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։ Եվ նորից գնաց աղոթքի կանգնեց ու նույն բաներն ասաց, կրկին անգամ դարձավ այնտեղ եւ նրանց քնի մեջ գտավ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել են եւ չէին իմանում, թե ինչ պատասխան տան նրան։ Երրորդ անգամ եկավ եւ նրանց ասաց. «Քնեցեք այսուհետև եւ հանգստացեք, քանի որ վաղճանը հասել է, եկավ ժամը եւ ահա մարդու որդին մատնվում է մեղավորների ձեռքը։ Ո՛ւն վեր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է»։ Ուրեմն այս հատվածն է, որ վստահ եմ բոլորս գիտենք ու մասնավորաբար մանավանդ ավագ շաբաթվա ընթացքում գիտենք խավարման գիշերը, իչե որ երբեմն մինչև կես գիշեր մնում ենք անդադար այս տեքստերը ընթերցվում ենք, աղոթում ենք, ուրեմն բոլորիս համար սա շատ ծանոթ տեքստ է, բայց եւ այնպես մի բան է ծանոթ լինել, մի բան է սերտել հայրերի գրականությամբ, եւ ինչպես ես վերջերս հաճախ անում եմ, ուզում եմ մեկ հատ
overview տալ, ամբողջական մի պատկեր տալ, որից հետո նաև կսկսենք մասնավոր սերտողությունը, նախադասություն առ նախադասություն։ Երկու հայրերից մեջբերում եմ ուզում անել, մեկը Սուրբ Հովհան Ոսկեբերանից, մյուսը Օգոստինոս Երանելուց։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, ինչ է այս հացը կամ նշխարը, այն Քրիստոսի մարմինն է, եւ նրանք, ովքեր ուտում են այդ հացից, մաս են դառնում Քրիստոսի մարմնի, ոչ թե բազում մարմինների, այլ մեկ մարմնի։ Քանի որ ինչպես հացը մեկն է, սակայն բաղկացած է բազում ցորենի հատիկներից, որոնք չնայած որ չեն երևում, սակայն ներկա են հացի մեջ, մենք նույնպես միանում ենք միմյանց եւ բոլորս միասին մեր Տիրոջը Քրիստոսին։ Իսկ Օգոստինոս Երանելին ասում է, մինչև մկրտությունը մենք խորհրդաբանորեն աղվում ենք եւ ալյուր ենք դառնում, ապաշխարելով, երբ մկրտվում ենք ջրվում ենք եւ դառնում ենք խմոր։ Հետո մեր վրա գալիս է Սուրբ Հոգին կրակի նման, որը եփում է խմորը եւ հաց դարձնում։ Ուրեմն դառնանք այն, ինչ տեսնում ենք եւ ստանանք ինչ որ ենք։ Սրանք հետաքրքիր մտայնություններ են, բայց ամենակարևորը, որ ուզում եմ այստեղ շեշտել, հետեւյալն է, որ իրապես եթե այս մասին չէինք մտածել, մի քիչ ավելին մտածենք, որ Սուրբ Հաղորդությունը, որ Կիրակի օրը Աստծո կամոք պիտի ստանանք, սա մեր միասնության խորհրդանիշն է, միասնություն Քրիստոսի հետ եւ միասնություն մեկս մյուսի հետ։ Եվ սրանից ավելի կարևոր միասնության ձև միջոց գոյություն չունի աշխարհում, թե անհատապես եւ թե ազգի համար։ Իսկ գամ այսօրվա արդեն նյութին ու փորձենք հասկանալ, թե նյութը մեզ այսօր ինչ է տալու։ Առաջին նախադասությունը հետեւյալն էր. եւ մինչդեռ ուտում էին, Հիսուս հաց վերցնելով, օրնեց եւ կտրեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, այս է իմ մարմինը»։ Ուրեմն ինչպես որ ասացի, հացի բաշխումը հավաքականության խորհրդանիշն է, որին կարծում ենք, որ Հուդան նույնպես ներկա էր։ Սա շատ կարևոր հանգամանք է ցույց տալու համար, որ չնայած նրան, որ Քրիստոս գիտեր, որ Հուդան իրեն մատնելու եւ Հուդային շատ հստակ ասաց այս մասին ու ոչ ուղիղ, մենք կհիշեք նախորդ թեմայի մեջ խոսեցինք, բայց հստակ ասաց, որ ես գիտեմ, որ դու ես մատնելու ինձ, բայց եւ այնպես Հուդային չզրկեց Սուրբ Հաղորդության խորհրդից Քրիստոս եւ Սուրբ Հաղորդության խորհրդի վերջո նաեւ Հուդան առավ այն հույսով ու այն մտայնությամբ, որի վերջո ինքն էլ գիտակցության կգա, բայց արի ու տես, որ անգամ հաղորդության հզորագույն խորհուրդն ինքնին չօգնեց այս դեպքում Հուդային։ Իսկ հիմա ինչ է կատարվում, զատկական ընթրիքի, կհիշեք նախորդ նյութի ժամանակ խոսեցինք վաղարջակերած տոններ։ Եվ այս ընթացքում, այս զատկական ընթրիքի ժամանակ, ընդհանրապես կհիշեք խոսեցինք դրա մասին, որ նշում էին հրեաների փրկությունը, ինչպես եղավ, ինչպես գառան արյունը քսեցին տան առաստաղին, վերևը ճակատին, եւ հրեշտակը անցավ եւ իրենք փրկվեցին եւ հետո բաղարջ հաց էին ուտում, որովհետեւ արագ պիտի այդ հաց ուտեին եւ այնց հետո պիտի փախնեին ու գնային դեպի Եգիպտոսից դեպի Կարմիր ծով ու պիտի անցնեին ու ի վերջո փրկվեցին։ Եւ զատիկ բառը ինքնին հայերեն ցակումնաբանությամբ ազատվել բառից է, զատվել, ազատվել, այսինքն ազատվում էին հրեական ներողություն եգիպտական ստրկությունից։ Հայրերը այս մասին բազում անգամ խոսում են, ասելով, որ սա ոչ թե եգիպտական ստրկությունից ազատագրում էր, այլ մեղքի ստրկությունից ազատագրում էր եւ Քրիստոս փոխելու էր, արդեն դառնալու էր հոգեվոր ստրկությունից ազատագրում ու այս ընթացքում Քրիստոս մի նոր ուխտ է բերում եւ այս ուխտը, որ հին ուխտից տարբերվում է ու հիմա մենք պիտի տեսնենք, սկսում է իր մարմնով ու իր արյունով։ Սա բացառիկ նոր մտայնություն է հրեական մենթալիտետի մեջ, սա ընդհանրապես գոյություն չուներ, իրենք չէին կարող սա ընկալել, բայց արի ու տես, որ Քրիստոս բերում է այս գաղափարը եւ ավելին, ասում է, որ այս հացն ու գինին իմ ճշմարիտ մարմինն ու ճշմարիտ ուրեմն արյունն է։ Հետաքրքիր մի միտք կա, որ հայրերը սա նշում են, մանավանդ նոր մեկնիչներն են սա նշում, որ այստեղ Քրիստոս անցյալով չի խոսում, այլ ներկայով է խոսում, եւ սա անգլերենով կոչում են historic present, այսինքն ցույց տալու համար, որ ոչ թե ինչ որ Քրիստոս կատարեց սա 2000 տարի առաջ էր կոնկրետ մի խումբ մարդկանց համար, այլ ինչ որ Քրիստոս անում էր բոլորի համար եւ historic present, այսինքն պատմական ներկան կա եւ այդ պատմական ներկայի մեջ մենք բոլորս մաս ենք կազմում։ Եվ նաեւ Օրիգինեսը 3-րդ դարի հայերից մեկն ասում է ուշադրություն դարձեք, ինքը շատ հեշտ կարող էր ասել այս հացը իմ հացն է եւ այս գինին իմ գինին է, սրանցով ուրեմն սրանից հետո կշարժվեք, բայց կոնկրետ նշեց հացը մարմինս է եւ գինին էլ արյունս է, ոչ թե իբրև սիմվոլ, ոչ թե իբրև երևույթ, այլ իբրև ճշմարտացի
մարմին եւ արյուն մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի։ Եվ ասում է, եւ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց եւ բոլորն էլ նրանից խմեցին։ Բառը ինքնին այս գոհություն հայտնել բառը հունարենով Եվխարիստեո բառն է կամ Յուքարիստեո բառն է, որ նշանակում է գոհություն մատուցել։ Եվ խորքի մեջ, եթե անգլերենին ծանոթ ենք, շատերս գիտենք, հենց հաղորդությունը այսօր անգլերենում էլ կոչվում է Eucharist, Holy Eucharist։ Այսինքն բառացի գոհաբանություն է սա, եւ հաճախ երբ որ հին եկեղեցիների նոր ուղղությունները այսպես մեղադրում են, որ միշտ տխուր է ձեր մոտ, միշտ տրտում է եւ այլն, խորքի մեջ պատարակ ինքնին գոհաբանության ամենաուրախ վիճակն է, երբ որ գոհություն ես մատուցում քո Տիրոջն ու Փրկչին ամեն ինչի համար եւ գոհությունն ինքնին ամենաուրախ պահն է եւ Յուքարիստեո կամ Եվխարիստեո բառը ինքնին հենց այս իմաստն ունի։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք ունի նաեւ այս ուրախության մեջ գինին, որտեղ հին ընկալման մեջ եւ հայրերի հին մարդկանց քրիստոնյաների մեջ գինին զվարթության եւ ուրախության նշան է։ Քրիստոս գինին բազմացրեց Կանայի հարսանիքում։ Իսկ այստեղ գինին խորհրդանշում է Տիրոջ արյունը այս կոնտեքստի մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ զվարթությունը ինքնին եւ ուրախությունը այլևս ոչ թե ժամանակավոր է լինելու, որ գինին խմում ես, զվարթանում, ուրախանում ես, հետո մի պահ անցնում է եւ իր ուժը կորցնում է ու նորից նույն մարդն ես, այլ այս գինին հավիտենական ուրախության եւ հավիտենական զվարթության խորհրդանիշն է, որը մենք վայելելու ենք Տիրոջ հետ երկնային արքայության մեջ, ահա թե ինչի նա այս մասին էր խոսում եւ հետաքրքրորեն ուշադրություն դարձրեք ընդհանրապես այսօր էլ այդպես է, երբ որ գնում ենք ընթրիքի, յուրաքանչյուրս ունի իր բաժակը եւ ունի իր ափսեն։ Երբեմն հնում մենք նախորդ նյութին տեսանք, ընդհանուր էր լինում ափսեն, ընդհանուրից ուտում էին, բայց բաժակները յուրաքանչյուրն իրենն ուներ։ Այստեղ Քրիստոս մեկ բաժակ է տալիս եւ բոլորին ասում է, որ այդ մեկ բաժակից օգտվեք։ Եվ սա շատ կարեւոր հանգամանք է ցույց տալու համար այդ մեկությունը։ Այստեղ մարդկանորեն կարող ենք ասենք չեմ ուզում ուրիշի բաժակից օգտվել եւ այլ, սա չէր կարեւորը։ Եվ սա Քրիստոս մեզ ցույց տվեց ասելով, որ խորհուրդը ինքնին շատ ավելին է, քան մարդկային տկարությունները, որովհետեւ գիտեմ շատերին, որ չեն գալիս եւ հաղորդություն չեն ստանում, որովհետեւ ասում են ուրիշներն են հաղորդվում, ես չգիտեմ կվարակվեմ թե չէ։ Հենց այս պարագան գալիս է ինքնին Քրիստոսից, որ նույն բաժակը բոլորին տվեց, որպեսզի այդ նույն բաժակը բոլորը օգտվեն եւ այդ նույն բաժակով մեկ դառնանք, որտեւ նույն մարմինն ու նույն արյունն ենք բոլորս ընդունում։ Ղուկաս ավետարանի հետաքրքիր մի միտք ունի, որ միայն Ղուկասի մեջ կա, որ ոչ միայն մարմինն ու արյունը բաշխեց, այլ նաեւ մի նախադասություն ասեց, որը հանդիսացավ շարունակականության հիմքը, որ հետեւյալն է. Քրիստոս ասաց. «Արեք սա իմ հիշատակի համար»։ Եվ սա ամեն ինչ փոխում է, որովհետև շատերը կարող էին մտածել, որ սա կոնկրետ զատկական ընթրիքներ, Քրիստոս մի քիչ փոխեց զատկական ընթրիքի բնույթը, բայց ինչ էլ որ արեց կամ եթե ամբողջությամբ էլ փոխեց, այդ մի անգամներ ու վերջ։ Բայց երբ որ այս հրահանգը կա եւ որը մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից է, արեք սա իմ հիշատակի համար, նշանակում է, որ մենք պիտի շարունակաբար սա անենք եւ ամեն անգամ պիտի հիշենք Քրիստոսին։ Եվ դրա համար Ամբրոսիոսը, որ 4-րդ դարի հայրերից է, հետաքրքիր միտք է ասում, որը մենք կարծում եմ հիմնականում ընդունում ենք, որ մինչև Քրիստոսի ասում է խոսքերը, օրհնությունը, նրանք, այսինքն հացն ու գինին, պարզ հաց ու գինի էին։ Սակայն Տիրոջ խոսքերից հետո վերածվեցին Տիրոջ մարմնի ու արյան։ Ահա հենց նույն բանն էլ անում է հոգևորականը, օծված քահանան, որը որ վերցնելով գինին ու նշխարը իր աղոթքներով Տիրոջ տված հրահանգով վերածում է Տիրոջ մարմնի եւ արյան։ Եվ դրա համար իսկ մեկ այլ հայրերից մեր Սուրբ Հովան Ոսկեբերան ասում է, քանի որ մենք մարմին ու արյուն չենք կարող ուտել ու ամպել, բայց Տերը կոնկրետ ուզում էր մարմին ու արյուն շեշտել, Տերը այն թողեց հաց ու գինի քիմիական առումով, սակայն հոգևոր իրականությունը փոխեց։ Եվ սա էլ շատ կարևոր ընկալում է, որ հասկանանք, որ սա շատ կարևոր է, որ մարմին ու արյուն պիտի լինի, բայց ոչ թե ֆիզիկապես, եւ սրանով մենք տարբերվում ենք կաթոլիկ եկեղեցուց, այլ հոգեպես, ոչ թե քիմիական առումով, այլ Աստծո տված զորությամբ։ Եվ 24 եւ Հիսուս ասաց նրանց. այս է նորուղտի արյունը,
որ կթափվի շատերի համար։ Ուշադրություն դարձեք ամեն անգամ, երբ որ ես տեսնում եմ, որ կարևոր սխալ կա թարգմանության մեջ, փորձում եմ նշել, մանավանդ նոր հրատարակությունների մեջ, որտեղ գրաբարը բացառիկ թարգմանություն է, ոչ թե կթափվի ապագայում, այլ թափվում է այս պահին։ Ինչպես որ ասացի, historic present կա։ Ոչ թե այլ թափվում է, եւ հունարեն բառը ինքնին ekkinommenon բառն է, որ անգլերենով is poured, հիմա այս պահին, ներկա կրավորական present passive, այս պահին է թափվում եւ այդ պահից սկսած մշտապես թափվելու է։ Բայց այստեղ ինքը մի նախադասություն կամ մի միտք ասում, որը թերևս հաճախ մենք ընթերցում ենք ու չենք անդրադառնում։ Հաճախ, երբ որ ասում ենք հին ուխտ ու նոր ուխտ, old covenant եւ new covenant, այս ուխտ բառը կամ covenant բառը մենք մի ձև չենք տարբերակում ու ավելին ասեմ, այսօրվա աշխարհը, մանավանդ բողոքականյան աշխարհը, նույնիսկ չի սիրում այս բառերն եւ ասում է Hebrew Bible եւ Christian Bible։ 5 կտակարանը կոչվում են Hebrew եբրայեցիների Աստվածաշունչը, իսկ նոր կտակարանը քրիստոնյաներին է։ Մինչդեռ այս լեզուն նոր է եւ հին եկեղեցին մշտապես չի առանձնացրել հրեային ու քրիստոնյային ու ասել է սա 5 կտակարանն է կամ հին ուխտն է, իսկ սա նոր կտակարանն է կամ նոր ուխտն է։ Իսկ որտեղ է սա գրված։ Գրված հենց կոնկրետ ինքնին ավետարանի մեջ եւ սրանք ինքնին Քրիստոսի բառերն են, որ սա արդեն նոր ուխտ է, ուխտի շարունակականություն է, նոր բան չի հնից կտրված, այլ շարունակականությունն ու լրացումն է։ Եվ այստեղ հարց է գալիս, բա հին ուխտը ո՞րն էր, կամ ինչ է նշանակում ուխտ եւ ուխտի արյուն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Ելից 24-ը, որը հին ուխտի մասին է ու ասում է հետեւյալը. Մովսեսը վերցնելով արյունը, խոսքը կենդանիների արյունի մասին էր, շախ տվեց ժողովրդի վրա եւ ասաց. Սա այն ուխտի արյունն է, որ կնքեց Տերը ձեզ հետ, որպեսզի կատարեք նրա բոլոր պատգամները։ Ուրեմն արյամբ էր ուխտը կնքվում։ Եվ դրա համար է, որ Քրիստոս հիմա իր արյունը պիտի թափի, որպեսզի հաջորդ օր արդեն Քրիստոս խաչվելու ավակ ուրբաթ, որպեսզի իր անարատ արյունով նոր ուխտ կնքի եւ միտքը նույնն է, որպեսզի կատարենք նրա բոլոր պատգամները։ Հին ուխտը, որը որ կնքեցին հրեաները Մովսեսով, Մովսեսի օգնությամբ, չիրականացավ, որովհետեւ չկատարեցին Տիրոջ պատգամները ու այս մասին Երեմիա մարգարեն 31-րդ գլխի մեջ հետաքրքիր այս համարը հեշտ հիշվող 31-31 հետևյալ բառն էր ասում, այս միտքը ուզում եմ ընթերցել, որ ահավասիկ օրեր են գալու, ասում է Տերը, երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ եւ Հուդայի երկրի հետ։ Ոչ թե ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ եւ բռնեցի նրանց ձեռքից դուրս հանելու համար նրանց եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին եւ ես նրանց մասին հոգ չտարա, ասում է Տերը, այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ եւ այն օրերից հետո ասում է Տերը, իմ օրենքները նրանց մեջ մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, մտքի մեջ եմ դրոշմելու, սրտերի մեջ եմ գրելու։ Նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ Ուրեմն հենց սա էր, որ Աստված արդեն իսկ գերության շրջանում, իսկ Երեմիան գիտեք, որ գերության շրջանն է արդեն, ասում է այն մասին, որ Մովսեսի ուխտը փոխելու եմ, նոր ուխտ եմ դարձնելու եւ նոր ուխտը կատարվելու է։ Եվ արդեն Քրիստոս մեզ հիշեցնում է Ելից 24-ը եւ Երեմիա 31-ը, որ նոր ուխտը կատարվեց եւ նորից պայմանը նույնն է։ Ձեր մտքի ու սրտի վրա գրեցեք իմ պատվիրանները, այսինքն իմ կամքի համաձայն ապրեք, որպեսզի իմ ուխտը չխախտեք եւ մնաք մաքուր իմ ուխտի մեջ։ Ուրեմն մարդու համար դրա համար նաեւ այս միտք ուզում եմ նորից շեշտել, արյուն խմերը անընդունելի էր, անգամ հեթանոսները դա չէին ընդունում, ուրեմն ոչ թե քիմիական արյուն էր, այլ Աստծո զորությամբ վերածված, իսկ այն միտքը, որ կթափվի շատերի համար, որ ճիշտը թափվում է շատերի համար ու ոմանք ասում են ինչու շատերի համար, արդյոք Քրիստոս մի խումբ մարդ կար, որոնց համար չեկավ, չէ, Քրիստոս եկավ բոլորի համար, դրա համար 2 Կորինթացիս 5-ի մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է Քրիստոս մահացավ բոլորի համար, բայց ինչու է շատերի համար թափվում, որովհետև շատերն էլ չընդունեցին Քրիստոսի թափած արյունը, չընդունեցին այն զոհողությունը, ինչպես որ այսօր
որը որ Քրիստոս կատարեց։ Այսօր իրականության մեջ աշխարհի մեծ մասը չի ընդունում Քրիստոսի թափած արյունը, իսկ նրանք, ովքեր որ ընդունում են, հենց իրենց համար էլ Քրիստոս ի վերջո նաև բացում է երկնավոր արքայության ճանապարհը։ Եվ այստեղ ուզում եմ նաև հիշեցնել, թե ինչպես այս Արեքսայիմ հիշատակի համար գաղափարը, որ Ղուկաս 22-ում կա նաև Առաջի Կորինթացիս 11-ում Սուրբ Պողոս առաքյալի մոտ, որտեղ շարունակականությունը կարևոր է, որտեղ շարունակականությունը մեզ բերում է պատարագի խորհուրդը, Սուրբ պատարագի խորհուրդը, որ այսօր անում ենք, ու այսօր անգամ Սուրբ պատարագին են հարվածում շատ աղանդներ, ասելով, որ սա անկարևոր է, բայց տեսեք ինչ է ասում Սուրբ Պողոս առաքյալ, ասում է ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ ավանդեցի ձեզ, այն որ Տեր Հիսուս այն գիշերը երբ մատնվեց, հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց եւ ասաց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար է, արեք այս իմ հիշատակի համար։ Նույն ձևով եւ ընթրիքից հետո վերցրեց բաժակը եւ ասեց. այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով, արեք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ որ խմեք։ Քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, պատմեցեք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գա։ Ահա թե ինչու ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմին եւ արյանը։ Ուրեմն նախ հիշեցում այն ինչ որ կատարվել էր, որի մասին մենք այսօր ընթերցում ենք, իսկ Պողոս առաքյալը սա մի քանի տասնամյակ հետո է գրում, բայց նորից նույն բան առաքելական եկեղեցին կատարում է եւ առաքյալը նաեւ մի բան է հավելում, որ այս Մարկոս 14-ում չկար, որ եթե հայք կամ որևէ մեկը անարժանորեն ես ուտում կամ խմում Տիրոջ այս հացից ու բաժակից, դու պարտական պիտի լինես, տեսեք, հաց ու բաժակ ասեց, բայց շարունակում է, պիտի լինես Տիրոջ մարմնին եւ արյանը, ուրեմն անարժան մոտեցում չի կարող լինել։ Եվ մտածեցի, որ քանի որ մենք միշտ խոսում ենք ու առաքելական շղթայի կամ հաջորդականության մասին ենք խոսում, մի շատ կարևոր գրություն կա, որ հարյուրականներին է գրվել Հուստինոս վկայի կողմից, որ կոչվում անգլերենով Justin Martyr, ինքը վկա է, նահատակ է, Քրիստոսի համար հայտնի նահատակ է, բայց միևնույն ժամանակ ունի գրություններ։ Սրանք ամենաառաջի գրություններն են, որ քրիստոնյաները գրել են, եւ այս գրությունները նաեւ կոչվում են apostolic writings, առաքելական գրություններ, այսինքն ոչ թե առաքյալների կողմից գրված, այլ առաքելական հայրերի կողմից գրված, որոնք առնչություն են ունեցել առաքյալների հետ կամ այս նույն շրջանն են։ Եվ հետաքրքիր վկայություն է տալիս Հուստինոս վկան, թե ինչ էր կատարվում ամենահին եկեղեցում։ Եթե Պողոս առաքյալը քիչ է խոսում այս մասին, Հուստինոս վկան հետաքրքիր մանրամասներ է տալիս ու մեզ մոտավորապես 2000 տարի հետ է տանում տեսնելու համար, թե 2000 կամ 1950 տարի առաջ առաջի քրիստոնյաները ինչպես էին հաղորդվում կամ ինչ էին ընդհանրապես անում։ Ասում է, մի քիչ լեզուն դժվար է, բայց վստահ եմ բոլորս կհասկանանք։ Ասում է, բայց մենք երբ այսպես լվանում ենք նրան, ով ընդունել էր մեր վարդապետությունը, տանում ենք այնտեղը, որտեղ ժողոված են եղբայրները, որպեսզի սրտանց միասին աղոթենք մկրտված, այսինքն լուսավորված համար եւ բոլոր մարդկանց համար, որպեսզի այժմ ճշմարտությունը ճանաչած լինելով մեր գործերով եւս արժանանանք գտնվելու որպես բարի քաղաքացիներ եւ պատվիրանները պահողներ եւ այդպես արժանանանք հավիտենական փրկության։ Իսկ երբ ավարտվում են աղոթքները, միմյանց ողջունում ենք համբույրով։ Սիրո համբույրն է, տեսեք։ Այնուհետև եղբայրները առաջնորդին բերում են հաց եւ գավաթ գինի ջրով խառնված եւ նա վերցնելով դրանք գովք եւ փառք է վերառակում ամենայնի հորը, որդու եւ Սուրբ Հոգու հետ երրորդություն։ Եվ երկարատև գոհություն է մատուցում, որ մեզ արժանի դարձրեց այս պարգևները իր ձեռքերից ընդունելու։ Եվ երբ նա ավարտում է աղոթքներն ու գոհությունները, ներկա ամբողջ ժողովուրդը համաձայնություն է հայտնում ասելով ամեն։ Ամեն բառը եբրայերեն լեզվում նշանակում է թող այդպես լինի։ Իսկ երբ առաջնորդը գոհություն է մատուցում եւ ժողովուրդը համաձայնություն է հայտնում, մեր կողմից սարկավակները, տեսեք սարկավակ կա, յուրաքանչյուր ներկայի օրնված հացից եւ ջրով խառնված գինուց բաժին են տալիս, որոնց վրա գոհության աղոթք է մատուցվում։ Իսկ բացակայողների բաժինը տանում են նրանց։ Եվ շարունակությունը կա։ Եվ այս կերակուրը մեր մեջ կոչվում է Եվխարիստիա,
որին ոչ ոքի թույլատրված չէ մասնակցելու, բացի այն մարդուց, ով հավատում է, թե մեր ուսուցանածը ճշմարիտ է, եւ ով լվացվել է մեղքերի թողության եւ վերստին ծնունդի համար, եւ ապրում է այնպես, ինչպես Քրիստոսն է պատվիրել։ Քանզի մենք դրանք ընդունում ենք ոչ թե իբրև սովորական հաց եւ սովորական ըմպելիք, այլ ինչպես որ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչը Աստծո խոսքը մարմին դարձած մեր փրկության համար ուներ թե մարմին եւ թե արյուն, այդպես էլ մեզ ուսուցանվել է, որ այն կերակուրը, որն օրնվում է նրա խոսքի աղոթքով, նույն այդ մարմնացած Հիսուսի մարմինն ու արյունն է։ Քանզի առաքյալներն իրենց կողմից կազմված հիշողություններում, որոնք կոչվում են ավետարաններ, մեզ փոխանցել են այն, ինչ իրենց պատվիրված էր, որ Հիսուսը վերցրեց հացը եւ գողություն մատուցելուց հետո ասաց. «Այս արեք իմ հիշատակի համար», եւ ասաց. «Սա է իմ մարմինը», եւ նույն կերպ վերցնելով գավաթը եւ գողություն մատուցելով ասաց. «Սա է իմ արյունը», եւ տվեց այն միմյանց, միայն նրանց։ Եվ մի փոքրիկ շարունակություն կա, որ այս դեպքեդ էլ բան չի, բայց հետաքրքիր ինձ համար այնքան խորհրդանշական ու այնքան կարևոր է, որ պատմությունը իմանանք, քրիստոնեության պատմությունը իմանանք։ Սրանք առաջի համայնքներն են, սրանք պահկված տներում հաղորդություն կամ սուրբ պատարագ անող համայնքներն են։ Հենց ինքը Ուստինոսը պիտի նահատակվի։ Բայց եւ այնպես տեսեք, թե ինչ որ հիմա ընդհանուր գծերի մեջ սուրբ պատարագ այսօր մենք անում ենք, առաջի եկեղեցիները, հալածվող շրջանի առաջի եկեղեցիները նույնպես եւ անում էին։ Եվ գալով շարունակում է Քրիստոս ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որդատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծու արքայության մեջ»։ Մի քանի հետաքրքիր միտք կարող ենք այստեղից վերցնել, որ փաստորեն արքայության մեջ նոր գինի կա եւ Տերը խմելու, եւ բնականաբար այստեղ հասկանում ենք, որ կարող է սա նաեւ այլաբանություն լինել կամ չլինել, որտեղ Աստծո արքայության մեջ որևէ մեկս այս պահին չենք եղել, չգիտենք, բայց Տիրոջ խոստումը կա, որ այնտեղ էլ այս ուրախությունը կա, որտեղ ուզում եմ շեշտել, գինին ուրախություն է ինքնին։ Նաև այստեղ մի շատ կարևոր գաղափար կա։ Այն օրը ասում է Քրիստոս, իսկ օր գաղափարը այստեղ բոլորս վստահ եմ հասկանում ենք, որ հավիտենական օրվա մասին է, որը վախճան չունի։ Մեր օրը 24 ժամ է։ Տիրոջ օրը հավիտենական, հետաքրքրորեն ես ժամանակին, որ մի քիչ հետաքրքրվում էի գիտության բան, ինձ համար բացահայտում էր, փոքր էի, Մեսրոպից էլ փոքր էի, որ փաստորեն ամեն մի տեղ, օրինակ լուսնի վրա օրը տարբեր ընթացք ունի, մեր մոտ տարբեր, փաստորեն սա հաստատուն մի բան չի Քրիստոսի համար կամ Աստծո արքայության մեջ օրը լրիվ տարբեր է։ Եվ շատ կարևոր մի միտք կա, որ երբեմն ժամանակին, որ Սուրբ Արսեղ Մեծի հեքսամերոնն էի կարդում 6-րդ արարչագործության մասին, ինձ համար շատ հստակ սա բացահայտվեց, որ Բարսեղ Մեծի նման մեծ սուրբը ասում էր ուշադրություն դարձրեք, աշխարհը 6 օրում Աստված ստեղծեց։ Երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 6-րդ օրը, 7-րդ օրը ասում է հանգստացավ։ Բայց ասում է, եթե այսպես երկրորդ, երրորդ, չորրորդ են գնում, տրամաբանություն պիտի լինի ասել առաջին։ Բայց ասում է, երբ որ բնագիրը ընթերցում ես, Աստվածաշունչը չի ասում առաջին օրը Աստված ստեղծեց, ասում է մեկ օրը ստեղծեց եւ եղավ օր 1, ոչ թե առաջին։ Եվ ինչու ասում է եղավ օր 1 եւ ոչ թե առաջին, որովհետեւ այդ օրը ամբողջական օրն է, որտեղ լույսի ստեղծման օրն էր։ Եվ փաստորեն հետաքրքիր այդ միտքը Ծննդոց 1-ի 5-ում կա։ Երբ որ բացեցի մեր նոր թարգմանված Աստվածաշունչը արևելահայերենում, թարգմանիչները երևի քերականական սխալ են տեսել, ինչպես կլինի օր 1 հետո օր 2-րդ, 3-րդ, 4-րդ, փոխել դարձել էին օր առաջին։ Եվ հաճախ առանց իմանալու, որ սա իր մեջ աստվածաբանական խորք ունի։ Ուրեմն մեր սրբերը մեզ օգնում են անդրադառնալու, որ մեկը օր 1 նշանակում է առանց հաջորդականություն ունենալու մի բան, որ ամբողջական է։ Եվ այդ օրվան ենք մենք տեչում, եւ այդ օրն է, որ վերջ չունի եւ հաջորդականություն չունի։ Եվ ասում են գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հաճախ նաեւ մեզ մեղադրում են, որ ինչու եք ավելորդ այսպես ծիսակարգ կատարում պատարագի ժամանակ ու այստեղ գոհություն մատուցելը հայերենով շատ բան չի տա, բայց եթե հունարենն ենք ընթերցում եւ հունարենը հետեւյալն է, հիմնե սանտես ասում է հիմնեո բառից, անգլերեն նույն բառն է, hymnology, նշանակում է ոչ թե գոհաբանություն միայն, այլ գոհաբանական երգ, հիմնը երգն է,
Եվ դրա համար էլ արդեն իսկ Քրիստոս հիմքը դրեց երկեցողության, Սուրբ Պատարագը հաղորդության խորհուրդը երկեցողությամբ եղավ, հիմնալջի կա, հիմք կա։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև միշտ այս մասին խոսում ենք, որ երբ որ քո սիրելիին, ամենասիրելիին ես դեպքում Աստծուն փորձում ես փառաբանել, դու երգով ես դա անում, ինչպես որ հաճախ մեր միջավայրում է կա, չէ՞, իր սիրած աղջկա համար, ասենք երգ են հնարում կամ դռան առջև, պատուանի առջև երգ են ձոնում։ Այս դեպքում շատ ավելին կա։ Ուրեմն մարդու ներաշխարհը ամբողջությամբ, երբ որ Քրիստոսին է տրվում, աղոթքով ու երգեցողությամբ է լինում, ինչպես որ 5 տականում էլ Սակար Դավթի օրինակով ենք տեսնում։ Ուրեմն առաջի պատարագը, որ կատարվեց, երգեցողությամբ, հոգևոր, գոհաբանական երգեցողությամբ կատարվեց, եւ հենց այստեղից էլ սկիզբ է դրված, եւ դրա համար ոչ մի բան ավելորդ չի, ինչ որ առաջի պատարագի կամ ժամանակ կատարվեց, նույնը նաեւ կատարվում է այսօր, բնականաբար ավելի ճոխացած, ավելի հարստացած։ Եվ Հիսուս նրանց ասաց. այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է, պիտի հարվածեմ հովին եւ ոչխարները պիտի ցրվեն։ Ուշադրություն դարձրեք այդ ուրախ միջավայրը, կերուխումը, գինին, գոհաբանական աղոթքը, երգը, ես ամեն ինչու մեկ էլ Քրիստոս ասում է մի բան, որ լրիվ հակառակն է, ու ասում է իմիջայլոց կարելի է այսպես բան, այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է, պիտի հարվածեմ հովին եւ ոչխարները պիտի ցրվեն։ Սա լրիվ մի իրականության փոփոխություն է մարդու կյանքում։ Երբ որ ասում է կարծես կանգնած տեղը սառը ջուր է մարդու վրա գալիս։ Ինչու՞։ Քրիստոս պատրաստեց, Քրիստոս եւ ուրախությունը իրենց հետ կիսեց, եւ հիմա ասում է ժամանակն է, որ իմ հետ նաեւ տխրությունը կիսեք։ Բայց գիտեք ինչ է լինում, այն ոչ իրական բարեկամի նման, կեղծ բարեկամի նման, երբ որ ուրախության, քեֆի ժամանակ է, բոլորս այնտեղ ենք, ուրախանում ենք, քեֆ ենք անում, բայց երբ որ դժվարության ու տխրության ժամանակ է, արի ու տես, որ հաճախ լքում ու հեռանում ենք ու կարծես թե չենք ուզում լինել այդ մարդու կողքին, այս նույն իրականությունը նաև շուտով կատարվելու է մի քանի ժամ հետո։ Եվ սա էր, որ ասում էր, բայց Քրիստոսը այնց պատահական չէր ասում։ Ինքը մեջ էր բերում Զաքարիա 13:7 այն մարգարեությունը, տեսեք քանի մարգարեություն կա, որը պիտի կատարվի, պիտի հարվածեմ հովին եւ ոչխարները պիտի ցրվեն, Զաքարիա 13:7-ի մարգարեությունն է։ Եվ այստեղ նաև ուզում եմ այսօրվա մեր իրականության հետ կապ տեսնել, որովհետեւ այն հոտը, որը իրեն զոհելու պատրաստ հովիվ չունի, ցրվելու է։ Եվ այսօր այս պատկերը ասում եմ առավել քան հստակ երևում է, որևէ տեղ լինի հոգևոր թե աշխարհային, եթե ղեկավարը, առաջնորդը պատրաստ չի ինքն իրան զոհելու Քրիստոսի օրինակով իր հոտի համար, որ Քրիստոս արեց, այդ հոտը ցրվելու է։ Այլ խոսքով ինքը Հովանու 10-ի մեջ այս միտքը վարձկան հովիվ է եւ հոգ չի տանում ոչխարների համար, իսկ իրական հովիվը Քրիստոս ասում է իր անձն է դնում ոչխարների համար։ Բայց ինչա դուրս գալի այսօրվա իրականությունը այն է, որ հաճախ մենք իրապես իբրև ղեկավարներ այդքան էլ հոգ չենք տանում։ Մյուս պարագան էլ կա։ Զգուշ լինենք մեր հովիվներին, մեր նկատմամբ փորձենք իրենց օգնել, որովհետև եթե հովին հարվածում են ու ինքը լավ հովիվ է, հոտը նորից ցրվում է։ Իսկ ամենավատ բանը ուշադրություն դարձրեք, ոչ թե որ հոտին հոշոտում են, ոչխարի կերպարն է այստեղ երևում, որին գայլերը հոշոտում են, բայց պատիժը կամ այդ դժբախտությունը ոչ թե հոշոտելն է, այլ ցրվելն է։ Երբ որ հոտը ցրվում է, երբ որ քրիստոնեական հոտը ցրվում է, դա այն է, ինչ որ չարն է ուզում։ Ուրեմն մեծագույն պատիժը այս դեպքում Քրիստոս մի քանի անգամ այս միտքը բերեց ցրվելն է։ Այն ազգը կամ այն եկեղեցին, որը ցրված է, ինքը պատժի մեջ է։ Եվ այսօր առավել քան իրական է սա մեր կյանքում։ Ուրեմն մեր նպատակը նորից միավորվելն է, իսկ միավորողը խորքի մեջ դարեր շարունակ միշտ եղել է եկեղեցին, որը բոլորին միավորել է։ Ու այսօր առավել քան երբևէ մեզանից յուրաքանչյուրն իբրև եկեղեցու անդամ, ոչ թե ասենք սա թողանի կամ նա, մենք կոչված ենք միավորելու, որպեսզի չցրվենք, այլ իմի գանք եւ լինենք մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Ինչ է նշանակում գայթակղություն կամ գայթակղվելու եք։ Այս դեպքում ուրանալու ենք Քրիստոսին ու ասելու ենք, սա Ղուկասն ասում ավելի մանրամասն 22-րդ գլխի մեջ,
թե Քրիստոսին չենք ճանաչում։ Կարծես թե թեթև բան է, կարծես թե պարզ բան է։ Ես սրան ասեմ, որ Քրիստոսին չեմ ճանաչում, բայց ու իմ սրտում գիտեմ, որ Քրիստոս իմ Տերն ու Փրկիչն է։ Չէ, այդպես չի աշխատում։ Եթե իրոք Քրիստոս քո Տերն ու Փրկիչն է ու դու քո սրտում ու մտքիդ մեջ գիտես, ուրեմն դու պետք է սա բարձրաձայնես։ Իսկ եթե ասում ես չեմ ճանաչում Քրիստոսին, ինչպես որ արեց շուտով պիտի տեսնենք մյուս հատվածի մեջ Պետրոս առաքյալը եւ մյուսները, ուրեմն նշանակում է դու ուրանում ես, դավաճանում ես Քրիստոսին։ Ստեղ ոչ միայն ուղիղ իմաստ կա, այլ այլաբանական իմաստ։ Ուղիղ իմաստը հստակ է։ Երբ որ մոտենում են ինչպես Հուստինոս վկայի նման մարդկանց, որ մեջբերում արեցի ու ասում էին դու քրիստոնյա ես, դու Քրիստոսին ճանաչում ես, ասում էին այո։ Ասում էին դրա համար մահվան ես դատապարտվել, ուրանում ես Քրիստոսին։ Ասում էին ոչ ու դատու մարտիրոսանում էին։ Սա ուղիղ իմաստն էր, բայց կա նաև այլաբանական իմաստը, որ այսօր ավելի տարածված է։ Իհարկե նահատակությունն ու մարտիրոսությունը կա իմիջ այլոց։ Քրիստոնեությունը ամենից հալածված կրոնն է աշխարհում, այս պահի դրությամբ անչափ ավելի շատ, քան մյուսները, բայց նաև ավելի շատ հալածանք է այն դեպքում, երբ որ մենք այլաբանորեն Քրիստոսին ուրանում ենք առանց փորձելու Քրիստոսին վկայել։ Ամենատարածված օրինակը, երբ որ հիմա այդ օրերն են գալիս, երբ որ Merry Christmas-ը փոխեցին Happy Holidays-ի։ Եվ սա կարծես թե մի մեծ բան չի, ու մենք բայց հասկանում ենք, որ սա Քրիստոսի դեմ է։ Ով խնդիր ունի Քրիստոսի անունին, նա ով հակաքրիստոսն է, նեռն է։ Բայց արի ու տես, որ ինչ-որ գեղեցիկ, ինչ-որ բառ են բերել, Happy Holidays, inclusive, բոլորս իրար հետ լինենք, եւ մենք նորմալ ենք ընդունում սա, եւ սա խորքի մեջ այդ նույն ուրացումն է, թույլ, բայց նորից նույն վիճակն է, ինչ որ, ասենք, առաջի քրիստոնյան չէր թույլ տալու։ Բայց այսօր մենք իբրև այդպեսին մեզ թույլ ենք տալիս ու նորմալ է, ու նույնիսկ ամաչում ենք անգամ խանութում վաճառողին ասել Merry Christmas, որտեվ իր մոտ գրված է Happy Holidays։ Չնայած որ Christmas-ը ու չնայած որ կարող է հենց նույն Christmas-ի Սուրբ Ծննդյան օրը լինի։ Սա ինքնակննության հարց է։ Մեզանից յուրաքանչյուրը կոչված է ինձանից սկսած զորացնել իր հավատքը եւ վկայել Քրիստոսին ամենափոքր տեղից մինչեւ ամենամեծը, բայց մինչեւ հասնենք ամենամեծը փոքրից սկսենք, որտեվ սա է ամենակարևորը։ Եվ այս դժվարին վիճակում, երբ որ ասում էր, որ պիտի հարվածեմ հովին եւ ոչխարը պիտի ցրվի կամ ոչխարները պիտի ցրվեն, Քրիստոս չի նաեւ դադարում մեզ հույսը տալ, մեզ հարության խորհուրդը մեկ անգամ եւս առաքյալին անընդհատ հիշում եք Մարկոսում անընդհատ ինքը այս մասին էր խոսում ասելու, բայց իմ հարությունից հետո իմիջ չանալուց իմացի այ հարություն կա, ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ։ Ինչը լինի պարագան, Քրիստոս միշտ հարության խոստումը տալիս է, որովհետև առանց հարության խոստումի ամեն ինչ դատարկ է եւ անիմաստ, թե ինչու առաջի Կորինթացիս 15-ի մեջ հենց ինքը Սուրբ Պողոս առաքյալն էր ասում, եթե չկա հարություն, իզուր է մեր հավատը եւ մեր քարոզությունն ու ձեր հավատը։ Հարությունն է ամեն ինչի հիմք ու անընդհատ Քրիստոս հարության մասին է խոսում։ Բայց այստեղ բացի հարության մասին մեկ ուրիշ շատ հետաքրքիր միտք էլ կա։ Ասում է ձեզանից առաջ Գալիլեա պիտի գնամ։ Այլ խոսքով ինքը ուզում է ասի, որ չնայած որ ես խաչվելու եմ ու հարություն առնեմ, միևնույնն է, կա եւ ֆիզիկապես ոչ միշտ եմ ձեր հետ լինելու, ես ձեզ առաջնորդում եմ։ Մշտապես ձեզ առաջնորդում եմ, որտեղ ձեզանից առաջ Գալիլեա պիտի գնամ, առաջնորդում եմ ձեզ, եկեք իմ մոտ Գալիլեա։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է, սա ինձ իբրև պարզ քրիստոնյայի այն ուժն է տալիս, այն վստահությունն է տալիս, որ հայք Քրիստոս ամեն վայրկյան քեզ առաջնորդում է։ Առաջնորդում է այնտեղ, որտեղ որ ինքը ուզում է, որ դու գնաս։ Եվ խորքի մեջ իրական առաջնորդի կերպարը Քրիստոսի կերպարն է, որը գործով էր դա ցույց տալիս, ոչ թե position-ով, ոչ թե իր դիրքով։ Ու դրա համար այս միտքը այնքան գեղեցիկ է, leadership is action, not position։ Որովհետև հաճախ երբ որ մարդուն ինձ շատերիս ինչ որ մի դիրքի պաշտոնի վրա ես դնում, մարդուն թվում է, թե դա իր պաշտոնն է, ու պաշտոնն է իր առաջնորդությունը, բայց խորքի մեջ առաջնորդը այն անձն է, որ գործ անում ու հաճախ այն բոլորի գործից էլ ինքը պիտի տեղյակ լինի, լվացարանի մաքրողից մինչև ամենավերով, որպեսզի լինի իրական առաջնորդ։ Այլապես եթե մենակ հրահանգներ ես տալիս, սա այստեղ արա, սա այնտեղ դիր, սա բեր, սա տար, դրանով դու առաջնորդ չես։
իրական առաջնորդ չես։ Որտեվ եթե տեսնես, թե ինչքան դժվար է սա այստեղից այնտեղ տանելը կամ չտալը, նոր դուք իմանաս այդ հրահանգը այդքան հեշտ տալ, թե չտալ։ Ու սա է իրական բան, ու դրա համար է Քրիստոս իրական առաջնորդի օրինակը մեզ ցույց տալիս, որ ամեն ինչ ինքը արեց, իր անձով արեց, որպեսզի հանկարծ մեկը չլինի, որ մտածի, որ առանց քո անելու ուրիշին անես։ Ես արեցի ու դրա համար հիմա ցույց եմ տալիս, թե ինչպես անել։ Սա է իրական առաջնորդի օրինակը։ Եվ այստեղ է, որ արդեն սկսում է Պետրոսի ու Տիրոջ խոսակցությունը, Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան, թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի։ Ինձ թվում է այս խոսքի մեջ, Պետրոս առաքյալի խոսքերի մեջ երկու սխալ մտայնություն կա, որ ավետարան ուզում է, որ մենք հասկանանք։ Եվ ուզում եմ հիշեցնել, Մարկոսը գրել է Պետրոս առաքյալի հիշողությունները, այսինքն Պետրոս այն անձն է, որ Մարկոսին թելադրել է, որ ես սենց ասեցի։ Այսինքն ես սխալ ասեցի։ Սա շատ կարևոր հանգամանք է, որտեղ հաճախ մենք մեր սխալները չենք ուզում բարձրաձայնել։ Բայց եթե գիտակցում ենք, որ Մարկոսը Պետրոսի թելադրածն է գրում, շատ ավելի բարձրանում է Պետրոսի կերպարը իմ առջև, որը չի ամաչում ասելուց, որ ես սխալ եմ, ես այսպիսի բաներ եմ ասում, առանց հասկանալու, թե ինչ է լինելու։ Ու նաև ես մեկն էի, որ 3 անգամ Տիրոջ շնորհացա, բայց ի վերջո նաև դարձի եկա։ Եվ այստեղ կարծում եմ, որ երկու խնդիր կա։ Առաջինը մարդկային այն ընկալումն է, որ ես զորեղ հավատ ունեմ եւ գիտեմ իմ հավատի ուժի չափը։ Այս մասին շատ եմ լսել, ես ինքս էլ եմ ունեցել, որ մեզ թվում է, թե մենք բացառիկ հավատ ունենք եւ մեզ ոչ մի փորձություն չի կարող շեղել այդ հավատից, մենք ամուր կանգնած ենք։ Եվ երբեմն այդ պատրանքը մենք փորձում ենք իրականություն տեսնել, բայց խորքի մեջ դա պատրանքը։ Նույն Պետրոսի հետ դա եղավ։ Ինքը այդ նույն հավատքի գիտակցությամբ ծովի վրայով քայլում էր եւ որոշ քայլեր արեց, բայց հետո սկսեց սուզվել, որովհետեւ կասկածեց, որտեւ հավատը չափ ուներ, սահման ուներ։ Նույնը էս պարագայում է։ Մեզ թվում է, թե մեր հավատը սահման չունի։ Մարդկայինորեն մենք տկար ենք։ Դրա համար Քրիստոս այս կոնտեքստի մեջ պիտի ասի. հոգին հոժար է, բայց մարմինը տկար, մի մոռացի դա, Պետրոս։ Եվ այստեղ է, որ զգուշ լինենք, այնպես չկարծենք, որ մեր հավատի չափը շատ ավելին է։ Երկրորդը, որ սրանից երևի ավելի վատ միտք է, որ ես մյուսներից տարբեր եմ եւ ավելի շատ սեր ու հավատ ունեմ Աստված քո հանդեպ, քան մյուսներ, որտեվ ասում էր, որ թեկուզ բոլորն է գայթակղվեն, բոլորը մի կողմ, բոլորը լրիվ ուրիշ կողմ, ես չեմ գայթակղվելու։ Դու քեզ բարձր ես դասում բոլոր մյուսներից։ Սա էլ շատ մեծ տարածված թակարդ է հոգևոր, որ հաճախ մենք ընկնում ենք։ Զգուշ լինենք մեզ դիմացինից բարձր դասելուց։ Սա մեծագույն սխալ է ու հենց այստեղ է հենց այս երկու դասերն է Պետրոս առաքյալին տալու մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Մինչդեռ օրիկ Օգոստինոս Երանելին 5-րդ դար ասում էր Աստված մեզ ավելի լավ գիտի, քան մենք ինքներս։ Եթե Աստված ասում է սենց ես անել, սենց է լինելու, ավելի լավ Աստծուն վստահենք, քան մեր տրամաբանությանը, որտեղ Աստված գիտի երեք այսօրը եւ վաղը, իսկ մենք միայն ներկայով ենք ապրում։ Եվ Աստված ամենագետ է, իսկ մենք շատ սահմանափակ գիտություն ունենք։ Իսկ մեկ այլ պարագան մոռանում էր Պետրոս առաքյալը Սաղմոս 2-ի բառերը, որ բոլոր մարդիկ մեղավոր են եւ չկա մեկը, որ բարիք գործի։ Քեզ մի առանձնացրու։ Բոլոր մարդիկ մեղավոր են եւ դու այդ մարդկանցից մեկն ես։ Եվ միակ ձևը, որ կարող ես հաղթահարել փորձությունները, դա Աստծո շնորհով է, ուրիշ ոչինչով, ոչ թե քո զորությամբ ու քո հավատի ուժով։ Եվ այստեղ է, որ Ղուկասը նաեւ մի մանրամասն է տալիս, որ մյուս ավետարանիչները չեն տալիս։ Ղուկաս 22-ի մեջ մենք ընթերցում ենք, որ Տերն ասում է. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, եւ դու երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին։ Այսինքն, այստեղ էլ ենք տեսնում, որ Պետրոսին փրկողը Քրիստոսի աղոթքն էր, Քրիստոսի հզորագույն աղոթքն էր։ Եվ սա շատ կարևոր է, որ հասկանանք, որ նախ ինձ համար, դա համար շատ հաճախ մեր աղոթքների մեջ եկեղեցու, երբ որ ասում ենք պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, այդ իրապես Քրիստոսի պահպանիչ աղոթքն է, որ մեզ առօրյա կյանքի բոլոր փորձություններից անցկացնել է տալիս։ Մենք նույնիսկ չգիտենք, Սիմոնը չգիտեր, Պետրոսը չգիտեր,
որ Քրիստոս իր համար աղոթում է, որ չար այդքան լուրջ խնդիրներ թակարդ էր լարել իր վրա, բայց եւ այնպես ինքը Քրիստոսի աղոթքի շնորհիվ կար։ Ու դրա համար այս Ղուկասի այս բացահայտումը ինձ ու բոլորիս համար է, որ իմանանք, որ երբեմն երբ որ թվում է, թե մենք շատ զորեղ ենք ու ինչ-որ դժվարություններ հաղթահարեցինք, ու դրանք մեզ ենք վերագրում, մեր հավատն էր զորեղ, մենք էս էինք, չէ, դա Քրիստոսի զորության, Քրիստոսի աղոթքի պահպանիչ զորության շնորհիվ է, երբեմն դարձի գանք ու ասենք շնորհակալ ենք Տեր։ Մենք գիտենք, որ քո աղոթքի ու քո զորության շնորհիվ է, որ մենք կարողացանք այդ փորձություններն ու դժվարությունները հաղթահարել։ Եվ շարունակում է Քրիստոս այս խոսակցության մեջ, ասում է, եւ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ դեռ աքաղաղը չկանչած 3 անգամ պիտի ուրանաս ինձ։ Որոշ ձեռագրեր կան հունարեն եւ անգլերենում ավելի շատ դա է պահպանված, ասում է աքաղաղը չկանչած, 2 անգամ չկանչած, 3 անգամ պիտի ինձ ուրանաս։ Սրանք ձեռագրերի տարբերություններ են, նայած որ ինչ ձեռագիր է ընդունում, բայց միտքը Մարկոսի մոտ է սա, բայց միտքը մնում է միտք, որ աքաղաղի կանչն է փաստորեն ինքը նշում իբրև նշան։ Որովհետև ինչու աքաղաղ, ուզում եմ մի քիչ էլ աքաղաղի մասին խոսեմ, եթե ուշադրություն դարձեք, հիմա աքաղաղի խնդիր էլ չունենք, բայց աքաղաղը ինքը լույսի ավետաբեժն է։ Սա կարևոր մի նշան է, որ մութը վերջանում է, ժողովուրդ, լույսն է սկսելու։ Եվ սա է աքաղաղի ձայնը, այդ ավետաբեր լույսն է, որ լուրն է, որ լույսը սկսում է, եւ ինքը ուրախ ձայն է, ճիշտ է, քունդ խանգարում է, բայց ուրախ ձայն է, որ լույսը բացվեց։ Եվ սա այն խորքային իմաստով է մեզ փոխանցվում, որ ժողովուրդ, մարդ հարարած, աքաղաղը քեզ բարի լուր է փոխանցելու, այս մութ գիշերը, որտեղ մատնությունն է կատարվում Քրիստոսի, վերջանալու է եւ աքաղաղի ձայնով լույսը բացվելու է։ Եվ նաև սրա հետ մեկտեղ, քանի որ ես ու դուք բոլորս գիտենք, որ ճշմարիտ լույսը ինքը Քրիստոս է, որ Տերը մեզ չի լքելու։ Սա ժամանակավոր է, եթե մեզ թվում է այս խնդիրներն ու դժվարությունները, բայց Տերը մեզ չի լքելու, որովհետև աքաղաղը կանչելու է եւ լույսը գալու է։ Եվ իսկ այստեղ նաև մեկ այլ միտք կա, որ ուզում ենք նաև ասել, որ ապագան միայն Աստծո ձեռքում է։ Աստված մեզ ապագան է ասում երբեմն կամ օգնում, որ տեսնենք, բայց մենք քանի որ թերամիտ ենք եւ խակամիտ, սրանք նարեկացու բառերն են, չենք ուզում հասկանանք։ Եվ քանի որ նարեկացու բառերը այստեղ մեջ բերեցի, այստեղ 1-2 տեղ նարեկացու մեջբերումն եմ ուզում անել, ինչու։ Որովհետև իմ կարծիքով նարեկացին ավետարանից ուսած, սովորած, փորձում է մեզ զերծ պահել Պետրոս առաքյալի սխալներից, որը իբրև մարդ ենք տեսնում, ոչ թե իբրև առաքյալ։ Այդ իր մեծ կարծելը հավատքի եւ նաեւ վերևից մյուսներին դիտել ու ասելով բոլորդ մի կողմ, ես մի կողմ։ Ու այստեղ նարեկացին իր հանճարով, իր աստվածատուր շնորհով, այս միտքն ասում, որ ուզում եմ ձեզ հետ կիսել, որը որ խորքի մեջ մարդկային համառությանն է վերաբերում եւ ասում է հետեւյալ մի փոքրիկ պատառիկ 18-րդ աղոթքի մեջ Մատթեյան ողբերգության, որ ասում է այժմ ինձ, որին ստեղծեցիր դու, որին փրկեցիր ու փայփայեցիր, այնքան սիրով ու հոգատարությամբ մի թող, որպիսի այս դիվահանար մեղքերը իսպառ կորստյան մատնեն։ Թող համառության մառախուղը իմ չհաղթի լույսին քո ներողության։ Ոչ էլ իմ սրտի կարծրությունը քար քո երկայնամիտ բարությանն անհուն, ոչ էլ մսեղեն այս մահկանացուն ամենակատար քո անթերությանը, ոչ էլ նյութեղեն տկարությունն իմ վսեմությանդ ամենակարող։ Եվ իրապես տեսեք նարեկացու կերպարը, որը որ ինձ բոլորիս իբրև քրիստոնյա ասում է, որ խոնար եղեք, խոնար լինենք եւ հասկանանք, որ մենք մարդ ենք եւ հասկանանք, թե ինչքան տկարություններ ունենք եւ կարողանանք Քրիստոսի ողորմությամբ առաջ գնալ եւ այլ ոչ մի բանով։ Ու երբ որ այս ընկալումն ես ունենում, որը ուղղափառ ընկալում, առաքելական ընկալում է, ի տարբերություն աղանդավորական ընկալման, որ ես փրկված եմ, ես վերջ արդեն վերևն եմ, մյուսների նման չեմ, ես արդեն վերևն եմ ու փրկված եմ, երբ որ այս ընկալումն ես ունենում, ապահով ես։ Եվ Պետրոսի նման
չես ուրանալու Քրիստոսին, երբ որ խնդիրը ծագեց։ Եվ ասում եկան այնտեղը, որ Գեթսեմանի էր կոչվում, եւ նա աշակերտներին ասաց. նստեցեք այստեղ մինչև ես աղոթեմ։ Ուշադրություն դարձեք, սկզբից բոլոր աշակերտներին է Քրիստոս տանում, դրանից հետո 3-ին առանձնացնում է եւ իր հետ է տանում։ Բայց ուզում եի Գեթսեմանի բառի մասին խոսել, որը բառացի անգլերենով նշանակում է oil press, այսինքն ձիթայուղի ճզման եւ զատման վայր։ Եվ սա էլ ինքնին խորհրդանշական է, որովհետեւ այդ ձիթապտուղը ինքը իրանից շատ արժեքավոր բան ունի, այդ ձիթայուղն է, որը այսօր գիտնականներ անդադ ես նայում եմ դա համարում են ամենալավ ձեթը, ամենաօգտակար ձեթը, բայց որպեսզի դու դառնաս ամենալավ ու ամենաօգտակար ձեթը, առողջարար ձեթը, դու պիտի ճզմվես, քեզանից պիտի այդ ջուղը դուրս գա, ու հենց այստեղ է կարծես Գեթսեմանի պարտեզը նաև խորհրդանշաբար հենց սա մեզ ուսուցանում, որ որպեսզի քեզնից անուշահոտ բույր գա կամ առողջություն բերող ինչ-որ հատկություն ունենաս, դու այս դժվարությունների մեջով պիտի անցնես եւ իրապես կյանքում էլ այդպես է, հաճախ երբ որ դժվարությունների մեջով ենք անցնում, խոնարհվում ենք, գիտակցում ենք եւ սկսում ենք ավելի տարբեր մարդ դառնալ։ Եվ ասում են նա իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին սկսեց տխրել եւ տագնապել։ Հետաքրքիր, ուրեմն ինչպես որ ասացի, տարավ բոլորին եւ այս 3-ին առանձնացրեց։ Իսկ ինչու այս 3-ին առանձնացրեց, որտեղ հայրերն ասում են այս 3-ը տեսել էին իր աստվածային փառք հայրակերպության լեռան վրա։ Երբ որ իրապես իր աստվածային փառք երևաց եւ հիմա այս նույն 3-ը տեսնելու են իր մարդկային բնությունը, որպեսզի ցույց տա, որ ինքը կատարյալ աստված է եւ միևնույն ժամանակ կատարյալ մարդ, ով կարող է տխրել եւ ով կարող է տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. տխուր է հոգիս մեռնելու աստիճան, մնացեք այստեղ եւ արթուն կացեք։ Ուրեմն այստեղ ծայրահեղ տխրության վիճակ է, որը ոչ միայն իր անձի համար է գրում եմ, այլ ամբողջ աշխարհի մեղքի համար, որովհետեւ այս տխրությունը ինքնին ոչ թե իր անձի համար է, այլ ամբողջ աշխարհի մեղքն է Քրիստոս վերցնում։ Եվ սրա համար է, որ այս տխրությունը նաև ի վերջո մի ամբողջ խավարի զատումն է ինքը իր վրա վերցնում, որպեսզի սրանից մաքրագործի բոլորիս։ Նաև հետաքրքիր մի միտք այս իր agony վիճակով, այս մեծ տխրության վիճակով, ցավի ժամանակ հոգևոր այս իմաստով, ինքը նաև մտածում է առաքյալների մասին։ Ինքը չէր ասում առաքյալներին, որ ինձ համար աղոթեցեք, ասում էր դուք աղոթեցեք։ Ինչու, որովհետև սեր ունի, եւ սերը ամենակարևոր բանն է, որ նույնիսկ ամենադժվար ծայրահեղ պահին ինքը նաև շարունակում է հոգ տանել դիմացինի իր աշակերտների մասին, եւ սա հետաքրքիր մի պատգամ է, արթնության հրավեր։ Ամբողջ 13-րդ գլուխը, եթե կհիշեք, արթնության հրավեր էր, եւ մենք խոսեցինք այն մասին, սրբազաններ էր այդ օրը այստեղ, նաև մի մասին էր այստեղ, որ արթուն նաև որ անունն է, որ մենք ունենք Գրիգորը։ Նաև խոսեցինք այդ մասին, որ պատահական չի, որ մենք շատ Գրիգորներ ունենք, որովհետև հունարեն Գրիգորիո նշանակում է արթուն, եւ իրենք նույնացնում են այս արթնությունը հոգևոր արթնության հետ, որը Քրիստոս անդադար մեզ հիշեցնում է։ Եվ հենց սա է կարևորը, սա է հիմնականը, որ մենք պիտի տեսնենք, ու նաև Նարեկացին իր աղոթամատյանի մեջ ասում է ավազանից ես արթուն կոչվեցի, Գրիգոր կոչվեցի այլ խոսքով, բայց արթուն չմնացի, այլ մեղքին ինջի մեջ մտա։ Ուրեմն այստեղ է, որ արթնության հրավերն է նորից Քրիստոս հիշեցնում ու ասում, որ արթուն կացեք։ Այստեղ նաև հայրերը այլ միտք են տեսնում, որ Քրիստոս ոչ այնքան իր համար էր ասում, այլ որքան ինքը օրինակ էր ծառայում, թե ինչպես մենք պիտի հաղթահարենք փորձությունները։ Որովհետև շատ հայրեր, օրինակ ես միտքն եմ բերում, որ Քրիստոս անում էր իբրև ուսուցիչ, ոչ անպայման ինքը իր համար, եւ այստեղ ես այս մասին մի քանի անգամ էլ ասեցի, նորից եմ ուզում ասել, որ երբ որ Քրիստոս մկրտվեց, ոչ թե իր համար մկրտվեց, այլ մեզ օրինակ ցույց տալու, որտեղ մկրտվում ես մեղքերից մաքրվելու համար։ Բայց Քրիստոս մեղք չուներ, որպեսզի մկրտությամբ մաքրվեր, եւ Հովանեսի մկրտությունը իր մեղքերը չէր կարող մաքրել, որտեղ ինքը Հովանեսից մեծ էր, ու դա ինքը Հովանեսն էլ գիտեր, ու տարակուսել էր, ասում է ես քեզնից պիտի մկրտվեմ, դու ես եկել ինձնից մկրտվելու, ցույց տալու համար, որ սա օրինակ է։
Եվ հաճախ Քրիստոսի այս տխրությունները եւ այլն կամ արթնությունները, այս վիճակը Ղուկասի մոտ էլ կա, որ հրեշտակը իրեն փորձում էր օգնել կամ խրախուսել, սրանք հայրերը տեսնում են իբրև օրինակ, ինչպես Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին է ասում, մեզ, որ մենք այս վիճակի մեջ լինենք, ինչպես կարողանանք այս վիճակներից դուրս գալ։ Եվ ասում եւ փոքր ինչ առաջ գնալով երեսի վրա անկավ գետին եւ աղոթում էր, որ եթե կարելի է այդժամ իրենից հեռանա։ Այստեղ այս հարցադրումը նաեւ հայրերն են տալիս, թե ինչու այսքան զգացականություն։ Արդյոք Հիսուս ավելի թույլ էր, քան բազում մարտիրոսներ, ովքեր առանց երկմտելու նահատակվեցին նույն Քրիստոսի համար։ Բնականաբար այդ մարտիրոսները, որոնք հազարավորներ են, ոչ այնքան ուժեղ են, ինչքան Քրիստոս։ Հապա ինչպես է, որ Քրիստոս երեսի վրա անկավ եւ կարծես այս վիճակի մեջ է տխրության, իսկ մարտիրոսները, ինչպես որ ասացի, շատ խրոխտ գնացին առաջ։ Ուրեմն մի քանի 3 պատճառ տանք, ինչու է Քրիստոս այսպես անում։ Նախ, ինչպես որ ասացի, Տերը օրինակ է ծառայում մեզ, թե ինչ է պատահելու, որպեսզի սովորենք եւ պատրաստ լինենք, որտեղ այդ մարտիրոսները Քրիստոսից սովորեցին, թե ինչպես պիտի պահեն իրենց աղոթքով եւ արթնությամբ։ Երկրորդ, Տերը վերցնում է ամբողջ աշխարհի մեղքը, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ասում Հովհաննես 1-ի մեջ, իսկ ամեն մի մարտիրոս իր անձնական մեղքն է վերցնում։ Եվ երրորդ, Տերը ցույց տվեց, որ քրիստոնյան բուդդիստի նման չի կարող լինել, որտեղ բուդդիստները խոսում են կամ այս կրոնը առանց հույզերի եւ առանց զգացմունքների կյանք, ռոբոտի նման կյանք, նիրվանա, որ ցանկություններից զերծ ես, տխրությունից եւ ուրախությունից զերծ ես։ Քրիստոնյան այդպես չպիտի լինի, եւ մենք ունենք տխրություն եւ ունենք ուրախություն եւ երկուսն էլ Աստծուց են տրված եւ Քրիստոսը ցույց տվեց, սա է մարդուն մարդ դարձնում եւ տարբերում ռոբոտից կամ քարացած սիրտ ունեցող մարդուց։ Եվ ինչ էր ասում Տերը, ասում էր. «Աբա Հայր, ամեն ինչ քեզ կարելի է այս բաժակը ինձնից հեռացրու, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ Նախ Աբա բառը հայր է նշանակում, ինչպես հասկացանք, բայց ամբողջ Աստվածաշունչ Մատթեանում տեղ չեք գտնի, որտեղ մեկը Աստծուն հենց հայր դիմելով սկսի աղոթել։ Նման բան գոյություն չունի։ Քրիստոս այստեղ ցույց է տալիս իր անմիջական առավելությունը հոր հետ, որ ինքը աղոթքի մեջ Աստծուն հայր է կոչում եւ հայր-որդի հարաբերությունն է ցույց տալիս։ Ոչ միայն այդքանը, այլ հետագայում նաեւ ինքը մեզ իր ուսմունքի մեջ պիտի ասի նաև, ասել էր արդեն, բայց պիտի շարունակի ասելով, որ երբ որ դուք էլ Աստծո հետ աղոթեք, այլևս մի ասեք մենակ Աստված, էսա միտքը, այլ ասեք Հայր մեր, որ երկնքում ես։ Ուրեմն այդ հայր տիտղոսը, որը միայն ինքը ուներ, ու ինքն էր մենակ տալիս, անձնական հայր-որդի հարաբերության, մենք էլ տրվեց, մեզ էլ տրվեց, բայց այս ժամանակ ոչ թե իբրև հորից ծնված լույսից լույս, ինչպես որ Նիկեական հանգանակն է ասում, այլ որդեգիր որդիներ, որոնք իրավունք ստացան Աստծուն հայր կոչել։ Ինչու է Քրիստոս այս ամենը անում, ցույց տալու համար, թե ինչպես պիտի աղոթենք, եւ առաջինը, ինչպես պիտի աղոթքի մեջ Տիրոջ կամքը խնդրենք, ինչպես դու ես կամենում։ Հայր մերի մեջ էլ նույն այս վիճակը կա, եղիցին կամք քո։ Իմ կյանքում կարող եմ վկայել, խոստովանել, որ երբեմն բաներ կան, որ դու ի սրտե ուզում ես ուրիշ ձև լինի։ Վստահ եմ շատերս ունենք ես։ Ու միգուցե հասկանում ես, որ Աստծո կամքը դա չի։ Բայց այնքան դժվար է Աստծո կամքը փնտրել ու ոչ թե քո կամքը։ Եվ ես այդ պահին շատ լավ պատկերացրեցի ինչ չափով, ին տկար մարդկային չափով Աբրահամի կերպարը, ինքը ինչքան է ուզում, որ իր որդին մնա, բայց ինչպես է հասկանում, որ Աստծո կամքը ուրիշ է, որ որդին պիտի գնա։ Եվ այդ կռիվը իր ներսի երևի թե մի ամբողջ ատոմային զենքից ավելի մեծ կռիվ է, որովհետև դու սրտանց մի բան ես ուզում, բայց գիտես, որ Աստծո կամքը ուրիշ է։ Եվ այստեղ է գալիս քրիստոնյայի այդ մեծ խոնարհությունը, հեզությունը, ազնվությունը, նաև հասունությունը ամենակարևորը, որ դու պատրաստ լինես Աստծո կամքը ընդունել, չնայած որ դու դա չես ուզում։ Եվ այս դեպքում է, որ մեկս մյուսի աղոթքների կարիքն ունենք, որ կարողանանք մեկս մյուսին զորակցել, որ Աստծո կամքը ընդունենք առաջնային, ոչ թե մեր կամքը։ Եվ դրա համար, երբ որ
Աստծուն ենք վստահում եւ իր կամքին ենք վստահում, ի վերջո միգուցե այդ ժամանակ դժվար լինի, բայց հետո փաստվում է, որ դա ամենաճիշտն է։ Ու դրա համար հետաքրքիր տարածված աղոթք կա, որ ժամանակին նաեւ գրպանից մեջ էի պահում, դրամապանակից մեջ, որ մոտավորապես մի քիչ է շարքը փոխեցի, հետեւյալ միտքն ունի, ասում եմ. Տեր, տուր ինձ քաջություն փոխելու բաներ, որ կարող եմ, խոնարհություն ընդունելու բաներ, որ չեմ կարող փոխել, եւ իմաստություն, որ կարողանամ տարբերակել այս երկուսը։ Հրաշալի աղոթք է, կարճ աղոթք է, բայց այնքան հրաշալի է այս աղոթքը, շատ տարածված, որ իրապես մենք ունենանք քաջություն փոխելու բաներ, որ կարող ենք, խոնարհություն ընդունելու բաներ, որոնք չենք կարող փոխել, եւ իմաստություն, որ կարողանանք այս երկուսը իրարից զատորոշել։ Վերադառնանք վերջի համարներին, եւ ասում է, եւ Հիսուս եկավ ու նրանց քնած գտավ, եւ Պետրոսին ասաց. Սիմոն, ննջում ես, չկարողացար մեկ ժամ արթուն մնալ։ Եվ նորից գնաց աղոթքի կանգնեց ու նույն բաներն ասաց։ Հետաքրքիր է, պատահական չի, ինձ թվում է, որ Պետրոսին Սիմոն ասեց Տերը, հիշեցնելով իր նախկին վիճակը, ոչ թե իբրև վեմ վիճակը, որտեղ վեմը այն զորությունն է, որը պիտի ամուր մնար, բայց Սիմոնը վեմը չի։ Եվ հետաքրքիր ինչու Սիմոնին, ինչու Պետրոսին է կոնկրետ մատնացույց անում, որովհետև այդ նույն Պետրոսը մի քիչ առաջ ասում էր քո համար պատրաստ եմ մեռնելու։ Բայց արյուտես, որ այդ նույն Պետրոսը այնքան թույլ էր, որ չկարողացավ անգամ արթուն մնալ, իր աչքերի վրա չկարողացավ, ուր մնաց մի ամբողջ իր կյանքը տա Քրիստոսի համար։ Երկրորդ շատ հետաքրքիր միտք տեսանք, որը չգիտեմ, եթե նկատել եք թե չէ, որ ասում է չկարողացար մեկ ժամ արթուն մնալ։ Ինչ ասա ցույց տալիս, որ Քրիստոս մի ժամ աղոթում էր։ Սա հետաքրքիր միտք է, երբեմն օրինակ է, որտեվ մենք վստահ եմ բոլորս աղոթական կյանքի մեջ ունենք մեր լուրջ փորձառությունը, դժվար է երկար աղոթել, իրոք աղոթել։ Ուրիշ բան, որ բերանացի ենք փորձում, նույն պատարակը 2 ժամ է, բայց մենք ամբողջությամբ պատարակի մեջ միշտ չենք լինում։ Ժամանակ է գալի, որ մտնում ենք պատարակի մեջ, բայց ոչ սկզբից մինչև վերջ պատարակի մեջ ենք։ Ու ավելի դժվար է անհատական քո սիրտը բացելով 1 ժամ աղոթքի մեջ լինել։ Բայց Քրիստոս ցույց տվեց, որ ինչքան երկար ես ու եթե կարողանում ես աղոթել, ոչ թե բառեր ասել, դա շատ արդյունավետ է։ Եվ 1 ժամ փաստորեն Տերը աղոթքի մեջ էր։ Իսկ քանի որ աղոթքի մեջ էր, ժողովուրդ արթուն էր։ Եվ այստեղ այլ միտք կա. եթե աղոթքի մեջ չես, արթուն չես։ Եվ այս արթնությունը հոգևոր արթնության մասին է խոսում։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ եթե աղոթքի մեջ չես, հոգևոր նինջի մեջ ես, որովհետև աղոթքով ես հաղթահարելու փորձառությունները։ Եվ շարունակում ասելով, արթուն կացեք եւ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Տեսեք, նորից ու նորից հիշեցնում եմ, երկու իրար հետևից կարևոր մտքեր։ Արթուն կացեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Եվ շարունակությունը կա, որ նախորդ տեղերում չկար։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ուրեմն այս միտքն եմ ասում, որ կարելի է ենթադրել, որ հոգևոր արթնությունը աղոթական վիճակն է։ Այն մարդը, որ աղոթում է, հոգեպես արթուն է։ Եվ աղոթքն ինքնին օգնում է հոգևոր արթության մեջ լինել եւ մնալ։ Այսինքն իրանք փոխադարձ իրար բռնում են։ Եթե դու աղոթում ես, դու հոգևոր արթնության մեջ ես։ Իսկ հոգևոր արթնությունն ինքնին նշանակում է աղոթական վիճակ ունենալ։ Եվ դրա համար հետաքրքիր նաև ուրիշ միտք ասեց Օրիգինես 3-րդ դարում, ասում է, մենք չենք աղոթում, որ երբևէ չփորձվենք, այլ որպեսզի փորձությունը մեզ վերջնականապես չկործանի։ Ինչպես որ ես ընթերցեցի Ղուկաս 22-ում, որ ասում է Սատանան Սիմոն ուզում էր քեզ ոչնչացնել ձեզ, բայց ես աղոթեցի ձեր համար։ Այսինքն երբեմն լինում է, որ մենք ինչ ենք անում, վերջնականապես կործանում ենք, այլ խոսքով հուսալքվում ենք։ Սա ահավոր ամենավատ բանն է։ Եվ փաստորեն այս փորձությունը Տիրոջ ուրանալու մասին էր։ Ու ինչ էր փաստորեն ասում հոգի ու մարմին վիճակը, որ Տերտուլիանոս 3-րդ դարի ասում է հոգին պիտի տիրի մարմին, այսինքն զորեղը տկարին։ Շատ հաճախ մեր կյանքում, իմ կյանքում մարմինն է տիրում հոգին։ Մարմին ուզում է գնալ ինչ որ
մարմնական հաճույքների եւ պարտադրում է, որ դա լինի։ Եվ մենք իմանալով հանդերձ, որ դա լավ չի, բայց միևնույնն է գնում ենք այդ մարմնական հաճույքներին։ Հետո գիտենք, զղջում ենք, բայց միևնույնն է անում ենք։ Գիտենք, որ սխալ է, օրինակ, ճիշտ չի, այրոն ամենապարզ բանը, ծխելը, բայց մարմինը ցանկանում է ու մենք այդ մարմնին ենք գնում ու նման բաներ։ Եվ դրա համար Տերտուլիանոսն ասում է, եթե իրական քրիստոնյա ենք, պիտի փորձենք այնպես անել, որ զորեղը, այսինքն հոգին տիրի մարմին, ոչ թե թույլը տիրի զորեղին, որովհետև կարա եւ հակառակը լինի։ Եվ հետաքրքիր նաեւ այլ միտք ասեց, որ ինձ համար այնքան կարեւոր է այսօր, ասում էր Տերտուլիանոսը, ծուլությունը եւ դանդաղկոտությունը չարի ձեռագիժն են ցույց տալիս։ Այնքան շատ կա սա իմ մեջ կոնկրետ։ Երբ որ դանդաղկոտ եմ, երբ որ անգլերեն բառը կա procrastination, այսինքն անդադար հետաձգում եմ։ Լավ, հետո կանեմ, լավ էսել անցնի հետո, լավ էնել անցնի հետո, բայց հիմա հարմար չի, այսօր տաք է, այսօր ցուրտ է, այսօր քամի է, այսօր անձրև է, անդադար հետաձգում ենք։ Ինքնին ասում է Տերտուլիանոսը 3-րդ դարի հայրերից մեկը, սա ինքնին չարի ձեռագիժն է ցույց տալիս, մի հետաձգեք։ Եվ սա ինձ համար եւս մեկ հիշեցում է, շատ լուրջ հիշեցում, որ եթե ծրագիր ունես անելու աստվածահաճո, նույնիսկ եթե դա դժվար է, կամ անձնական կյանքում որևէ այլ բան, արա եւ մի հետաձգի, որովհետեւ դրա մեջ Աստված չկա, եթե հետաձգում ես անդադար։ Կրկին անգամ դարձավ այնտեղ եւ նրանց քնի մեջ գտավ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին եւ չէին իմանում, թե ինչ պատասխան տան նրանց։ Ուրեմն դուրս եկա, որ Պետրոսի այդ հստակ բանը, ու ուզում եմ ուշադրություն դարձնենք, ես այս մասին չխոսեցի։ Ավետարան ասեց, ոչ միայն Պետրոսն էր ասում, որ բոլորը եթե քեզ ուրանան, ես չեմ ուրանա, ասում մյուս աշակերտներն էլ էին այդ մտքին։ Այսինքն բոլոր աշակերտները վստահ էին, որ իրենք չեն ուրանալու Քրիստոսին։ Բայց այստեղ է, որ մեզ նորից օգնում է Նարեկացին մեր իրական պատկերը մեջ բերելով, որ ասում է մարդու կերպարը, տեսեք, ես շատ եմ այս համարը մեջ բերում, բայց ուզում եմ էլի մեջ բերել, անդադար մեջ բերել, որտեղ այնքան ճիշտ է, ասում է, ես անհամբեր եմ, իսկ բնությունն իմ տարտ եմ, թերահավատ, ոտքերս անհաստատ են, մտքերս էլ ցնդած, կրքերս բռնավոր, բարկս անժուշկալ, մարմինս համակ մեղք է մակարդված, կամքս երկրասեր, հակամարտությունը էակից է ինձ, խառնվածքս ներհակ, բնակարանս կավեղեն է, իսկ անձրևները ուժգին, անթվելի են կարիքներն իմ, պատահարներն էլ ամենագրավ, միտքս չարամետ, տենչերս բարիատյաց, կյանքս կարճորյա, զվարճություններս աննշան, չնչին, խաբվում եմ անվերջ հիմարի նման, խաղում են վրաս ինչպես մանկական խաղալիքի հետ, աշխատությունս է իզուր, ընդունայն, վայելմունքներս փուչ, երազային, ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս քամով, հողմով ինքս դարձել եմ նման ստվերի, իսկ կերպարանքս եղք ու ծիծաղելի է։ Հետևյալն է այս միտքը, որ երբ որ իրական մարդու պատկերն ես տեսնում, երբեք չենք կարող մենք խոստովանել սա դիմացին, ամենահարազատիտ միգուցե, բայց Նարեկացին ունի այս մեծ հոգու թռիչքը, որ մարդու պատկերն է ներկայացնում մեզ։ Եվ իրական պատկերը սա է, որ մարդը թույլ էակա, եւ դրա համար ուզում եմ ավետարանի հետ կապել։ Կրկին անգամ դարձավ այնտեղ եւ նրանց քնի մեջ գտավ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին եւ չէին իմանում, թե ինչ պատասխան տան նրան։ Սա է իրական մարդու պատկերը եւ դրա համար մենք շատ ավելի կարիք ունենք Քրիստոսի, քան մեզ թվում է։ Երրորդ անգամ եկա եւ նրանց ասաց. քննեցեք այսուհետեւ եւ հանգստացեք, քանի որ վախճանը հասել է։ 3 անգամ քնած գտավ, 3 անգամ Պետրոսը ուրացավ, 3 անգամ Քրիստոս հարցրեց Պետրոսին, թե արդյոք իրեն սիրում է։ Այս 3-ները շատ են։ Եվ հետաքրքիր է Օգոստինոս Երանելին այս 3-ների վրա մի հետաքրքիր միտք ասեց, որ ուզեցի ձեր հետ կիսել, որ ասում էր Քրիստոս 3 անգամ եկավ հիշեցնելու աղոթել, որպեսզի մենք խոստովանենք մեր անցյալի, ներկայի եւ ապագայի մեղքերը։ Եվ սա հետաքրքիր էր ու ուզեցի նաեւ սա ձեզ հետ կիսել։ Եվ պաստորեն այս քունը մեղքի քունն է, որ հաճախ այնքան քաղցր է թվում, սակայն խորքի մեջ մեզ անպատրաստ է պահում կյանքի փորձությունները դիմակայելուց,
ահա թե ինչու ուրանում ենք Տիրոջը։ Իրապես այդ մեղքի քունը շատ հաճելի է։ Եվ ինքը կարծես իրականությունից քեզ կտրել է, բայց իրականում, երբ որ դու արթուն չես, անպատրաստ ես փորձությունները դիմակայելու, այդ փորձությունները գալիս են, եւ ինչ ես անում, առաջի բանը, որ դու կորցնում ես, Տիրոջն ես կորցնում, որովհետեւ անմիջապես ուրանում ես Տիրոջը, իսկ Տերը ինքը լույսը, արդարությունը, ճշմարտությունը։ Դու չես կարող մեղքի մեջ լինել ու Տիրոջ հետ լինել։ Ուրեմն, երբ որ լույսը գալիս է, խավարը փախչում է, եւ այս դեպքում, երբ որ Քրիստոս գալիս է իմ կյանք, ես լինելով խավարի մեջ փախչում եմ Քրիստոսից, այլ խոսքով ուրանում եմ Քրիստոսին։ Եվ ասում է վերջին նախադասությունը, սա եկավ ժամը եւ ահա մարդու որդին մատնվում է մեղավորների ձեռքի, ակե մի փոքրիկ հատված էլ կա, եւ ուսեցի այս միտքը բերել, որ հաճախ հայրերի մտայնությունն է, երբեմն մեկ-մեկ փոշի եմ տեսնում, ասում եմ անժամանակը ժամանակին ենթարկվեց մեզ համար, Քրիստոս ժամանակ չունի, բայց ժամանակին ենթարկվեց մեզ համար եւ եկավ, որպեսզի մեզ մեղավորներից համար մատնվի, որպեսզի մեզ նաեւ փրկի։ Եվ այստեղ նաեւ մի քանի զգուշանանք, որպեսզի Քրիստոսին չմատնենք մեղավորների ձեռքը։ Մենք այսօր Քրիստոսին չմատնենք մեղավորների ձեռքը, որովհետեւ Քրիստոս մեր սրբություն սրբոցն է, մեր Տերն ու Փրկիչն է, մեր Աստվածն է, Հոր եւ Սուրբ Հոգու հետ։ Աստծուն պիտի պահպանես քո սրտում եւ կյանքում, ոչ թե մատնես։ Սա մատնության ամենից վատ ձևն է։ Երբեմն մենք ենք այն մեղավորները, որ մեր եսի պատճառով մատնվում ենք Քրիստոս Հիսուսին։ Եվ դրա համար այս միտքը, երբ որ գրեցի, մի պարզ բան եկավ՝ վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ։ Եվ սա էր, որ Քրիստոս ուզում էր, որ անենք այդ ինքնակնություն, որպեսզի հասկանանք, որ դժվարությունների ժամանակ կարողանանք իրապես արժանիորեն պատրաստ լինել եւ ի վերջո Քրիստոսին երբեք չուրանանք։ Եվ ոն ուրեմն ասում է Տերը, վեր կացեք գնանք, որովհետեւ ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է։ Ուրեմն քունը ավարտվեց, ժամանակն է քայլ կատարելու, ինչքան էլ ուզում ես խորը քնի մեջ եղիր, միևնույնն արթնանալու ենք եւ միևնույնն քայլ ենք կատարելու։ Եվ Տերը ուրեմն այստեղ էլ շատ կարևոր մի բան է, որ ինձ համար դասա, խնդրից չփախավ, ինքը գիտի, որ գալիս են իրան ձերբակալելու, ինքը կարող էր ուրիշ տեղ գնար, բայց ինքն է գնում դեպի փորձությունը, որովհետև ոչ թե փախավ խնդրից, այլ գնաց խնդրին ընդառաջ, որովհետև պատրաստ էր, աղոթեց եւ պատրաստվեց։ Եվ սա է շատ կարևոր, եթե աղոթում ենք, եթե պատրաստվում ենք, եթե արթուն ենք, մենք չենք փախնում, մենք չենք վախենում, այլ գնում ենք խնդրին ընդառաջ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։ Եվ դրա համար վերջի այս միտքը գրեցի, սա նաև մեզ է պատվիրում անել, որ պատրաստված աղոթքով ու զորությամբ գնանք, որպեսզի հարցին մեր կարողության չափով Քրիստոսի զորությամբ ու առաջնորդությամբ լուծում տալ։ Հոգևոր վերլուծություն, հակիրճ որ անում եմ ամեն անգամ, Սուրբ պատարագը պարտադիր նախապայման է քրիստոնյայի համար, առանց որի փրկություն չկա, կյանք չկա, սա Հովանու 6-ում ենք մենք տեսնում, նա ով իմ մարմինը չի ուտում, կյանք չունի։ Մենք կոչված ենք անել այն, ինչ Տերը պատվիրեց։ Սուրբ պատարագը միասնության խորհուրդն է, երբ բոլորս Տիրոջ նույն մարմինն ու արյունն ենք ընդունում։ Քրիստոնյան կոչված է արթուն եւ անդադար աղոթող լինել, առանց որի հնարավոր չէ դիմակայել փորձություններին եւ չհուսալքվել։ Ահա սա էր մեզ ուսուցանում Տերը իր իսկ օրինակով, ցույց տալով, որ ինքը կատարյալ մարդ է եւ ոչ միայն անմարմին հոգի, եւ որ մենք էլ իրեն հետեւելով կարող ենք փրկվել փորձություններից։ Մյուս կողմից է զգույշ լինենք հոգեվոր հպարտությունից, կարծելով, թե մենք այնքան զորեղ ենք, որ մեզ ոչինչ չի պատահի, այլ ամեն ինչում փորձենք հնազանդվել Աստծո կամքին։ Միշտ իմանանք, որ հարություն կա եւ Տերը մեզ առաջնորդում է դեպի փրկություն։ Իրապես այս կոնտեքստի մեջ երկու ծայրահեղություններ կան, որի մասին այլ Նարեկացին էլ է խոսում։ Մի կողմից այնքան դժվարությունների մեջ ենք ընկնում, որ հուսալքվում ենք։ Մյուս կողմից էլ երբեմն այնքան մեզ բարձր ենք ու զորեղ ենք կարծում, որ ասում ենք մեզ ոչինչ չի պատահի։ Երկուսից էլ պիտի զգույշ լինենք։ Եվ երկուսի մեջ մենք պիտի Տիրոջն առաջնորդությունը խնդրենք։
բանալի բառեր, որոնք էին, այստեղ շատ էին եւ արտահայտություններ եմ գրել, որտեղ երբեմն արտահայտություններն ավելի կարեւոր են։ Հաց եւ գինի, մարմին եւ արյուն, գոհություն մատուցել, առեք կերեք սա է իմ մարմինը, խմեք սրանից բոլորդ սա է նոր ուխտի իմ արյունը, ուրանալ, քնած, աղոթել, արթուն մնալ, հոգին հոժար է, մարմինը տկար, Աստծո կամք, Աբբա հայր եւ ժամը։ Եվ ինչպես վերջերս անում եմ, նաև ուզում եմ հիշեցնել շաբաթվա մեր կարևոր տոների մասին, քանի որ հիսնակի պահոց շրջանի մեջ ենք, հիսնակի պահոց շրջան դե կիրակիները հերթաբար գնում են առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, բայց շաբաթ օրերը տոներ ունենք շատ կարևոր եւ այս շաբաթվա տոնը Սուրբ Աբգար թագավորի տոնն է, ով առաջի քրիստոնյա թագավորն էր եւ համաձայն խորենացու մեր պատմահոր հայ թագավոր էր, որի նաև նամակն է պահպանված ոչ թե խորենացու մոտ անգամ, այլ Եվսեբիոս կեսարացու մոտ, եւ այս տեքստը կա եւ վերջերս երբ որ անի հետ այս թեման խոսում ենք, մենք նաև Թադեոս Բարդողոմեոս առաքյալների մասին խոսելով նաև տեքստը ընթերցեցի։ Ուրեմն ինչու եմ սա ասում, որտեղ հաճախ հիշենք այս մեր մեծերին, ովքեր որ իրապես Քրիստոսին սիրեցին եւ իրենց օրինակով ցույց տվեցին, ինչ նշանակում Տիրոջ կամքը կատարել։ Այսքանը եւ կարծում եմ ճիշտ ժամին էլ ավարտեցի, նորից ու նորից փառք Աստծու, որ կարողացանք այս տարին ավարտել, տարվա վերջին Սուրբ Գրային սերտողությունը կատարվեց, սկսեցինք մայիսից, 5-րդ ամսից, հասել ենք 12-րդ ամիս, 7 ամսվա ընթացքում 14 գլուխ գրեթե ամբողջացրեցինք եւ մնում է ընդամենը 2 գլուխ, որով որ կամբողջացնենք Սուրբ Մարկոս Ավետարանչի ավետարանը։ Մի փոքրիկ 1-2 հայտարարություն ու ավարտենք, Հայկ ջան, կուզես անջատի այլևս, որ առաջինը ինչպես որ ամեն տարի անում ենք